Հրապարակը գրում է. 3 կեսօրից հետո Դալմամոլի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել։ Հակոբյանին տեղափոխել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Ոմանց կարծիքով ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է։ Միհրան Հակոբյանն օրերս Facebook-յան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամերանց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ոմանք սկրինները պահել են։ Իսկ ԱԱԾ տնօրենն էլ ենթադրաբար իր սրտի դավթարում է այն պահել եւ որոշել է անպատիժ չթողնել, քանի որ ամուսնացած է եւ այդ գրառումը ըստ Telegram-ի անալիքների դարձել են տանեկան սկանդալի պատճառ։ Իրավունքը գրում է. Մայր Աթոռի եւ Վեհափար Հայրապետի դեմ դուրս եկած եւ 10 տիրադավեր անունը ստացած եպիսկոպոսների թեմերում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Վերոնշյալների թեմերում ծառայող հոգեվորականներն ուղղակի շոկի մեջ են։ Մի կողմից չեն կարողանում քար գցել իրենց թեմերի առաջնորդների ուղղությամբ, քանի որ միասին անցած երկար տարիների ճանապարհ ունեն, մյուս կողմից գիտակցում են պահի լրջությունը։ Նրանց լրացնելու համար գտնվել է նույն տիրադավների կողմից լավագույն բանաձևը։ Ոչ ուղղակիորեն ամենքի ականջն են գցում, թե իբրև գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել, պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգեվորականությունը, որպիսի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում։ Հրապարակը գրում է. ՔՊՕ-ում խոր մանրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում հերթական շրջիկ պատարագի ձախողումից հետո, եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրիեցիներն իրենց թաշ չափալախ տվեցին։ Նույնիսկ այն տերորը, որ կիրառել էին բյուջետային հիմնարկների աշխատողների, դպրոցների, մանկապարտեզների աշխատողների նկատմամբ, մեծ արդյունք չեն տվել, հատուկ կանայք էին ներկայացել։ Իսկ երկրաշարժի օրը դեկտեմբերի 7-ին մատուցված շրջիկ պատարագին մասնակցում էին հիմնականում Երևանից գնացածները։ Նիկոլական փոքր զանգվածը, որը նրա հետ թափառում է եկեղեցից եկեղեցի։ Անգամ 7 վերքի մոմավաճառն էր այդ օրը բոյկոտել աշխատանքը։ Իրավունքը գրում է. ՔՊՀ-ականների շրջանում ակտիվ քննարկվող լուրերի համաձայն Վեհափար Հայրապետին կահանկեցանելու վերջիններիս ծրագիրը կարող է հետաձգվել մինչև հունվար։ Փուլ առ փուլ ենք գնում, կուլմինացիային պիտի զգույշ մոտենանք, ասել է ՔՊՀ-ական աղբյուրը։ Հրապարակը գրում է. Արշակ Սրբազանն այն խցում է, որտեղ արդեն քանի ամիս է ապրում են Միքայել arczepiskopos Աջապահյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին եւ անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն կցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է։ Պարզ է, որ 3 սրբազանի զրույցներն ավելի գայթակղիչ կարող են լինել իշխանությունների համար։ Իսկ ալանավորված 4-րդ եպիսկոպոսը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, որը Վեհափարի քրոջորդին է, գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում կլորներում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը։ Ժողովուրդը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն ԴՀԿ նախկին պետի հարազատներին յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։ Թերթը տեղեկացել է, որ ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը, քեռուորդին, Միքշինի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, եւս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։